Ատելության խոսքի ազգային սահմանման մեջ որոշակի սահմանում լինի նաև հենց կառավարող ուժի ղեկավարի այս ամբիոնից հնչող խոսույթի վարքականոնի մասին, որ այստեղ ակրոբատիկ հնարքներով, նեգատիվ տարածելով, մարդկանց պատերին ու հնարավոր բոլոր տեղերը ծեփելով, մենք այս մակարդակով չենք կարող ատելության խոսքի դեմ պայքարել, եթե իշխանական բուրգի ամենավերևից ատելության խոսք է հնչեցվում։ Ընդ որում, այդ ատելության խոսքը հնչեցվում է ոչ միայն սովորական նիստերի ժամանակ, ամենավատը այն է, որ դա տեղի է ունենում պարբերաբար տարբեր ընտրություններից առաջ, տարբեր ընտրություններից հետո եւ ցանկալի է, որ չձևակերպեմ այլ որ դեպքերում։ Հիմա նաև ապատեղեկության մասին, որը որ քանդում է բոլորիս տունը եւ այն, որ այսօր մենք համացանցի դեմ անզոր ենք, մենք ունենք պրոբլեմայո, որովհետեւ համացանցում մարդիկ անպաշտպան են։ Ընդ որում բացարձակապես էական չէ, թե այդ մարդը ինչ կարգավիճակ ունի։ Եվ այո, մենք այստեղ ունենք խնդիր կարգավորման, եւ այո, մենք այստեղ խնդիր ունենք բազմաթիվ գործիքակազմերի կիրառման, այդ թվում եւ գերժամանակակից, որովհետեւ աշխարհը շատ արագ է զարգանում, արհեստական ինտելեկտի հնարավորությունները շատ ավելի արագ են զարգանում եւ իսկապես մենք խնդիր ունենք քաղաքացիներին հանրային գործիչներին պաշտպանելու։ Բայց ելի ուզում եմ անդրադառնալ ելի այս ամբիոնից հնչող նույն բովանդակությանը, երբ որ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ խոսում է օդում կախված լուրերի մակարդակով։ Հայտարարում է օդում կախված լուրեր կան ու ինչ որ բան, արդեն էական չի ինչ։ Սա հենց ատելության խոսքի երկրորդ շարունակությունն է, անպատասխանատու խոսքի, որը որ դրսևորվում է ելի իշխանական բուրգի ամենավերևից։ Եվ նաև իմ հարցի մեջ ձեզ հնչեցրած պարոն Հակոբյան դեպքին եմ անպայման ուզում անդրադառնալ, որովհետև կառավարության ներողություն վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը աշխատում է կառավարությունում, ստանում է մեր բոլոր հպարտ հարկատուների գումարներից աշխատավարձ։ Բայց այդ մարդու աշխատանքի արդյունավետությունը մենք որևէ ուրիշ չափիչ գործիքով չենք կարող չափել, քան Facebook-յան ստատուսները եւ իրեն փոխկապակցվածած տարբեր լրատվամիջոցների կայքերով այս կամ այն ընդդիմադիր գործիչներին, արցախահայերին, արցախցիներին թիրախավորելը, վիրավորելը եւ ատելության խոսք տարածելը։ Ուրիշ որևէ բանով այդ պաշտոնյան աչքի չի ընկել։ Իդեպ ես տեղեկացել եմ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել նրա նկատմամբ պաշտոնյային ոչարիր վարքագծի դրսևորման համար, բայց այնուամենայնիվ այդ նեգատիվը, որ շարունակում է տարածվել նրա կողմից եւ ըստ տարբեր էլի հրապարակումների, որոնք որ այս ընթացքում որևէ կերպ հիմնավոր հերքում չեն ունեցել, այն հայտնի ֆեյքերի խմբի ղեկավարն է, որը որ իրականացնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզչությունը։ Եվ սա ես այս ամեն ինչը թվարկում եմ այն ձեր խոսքի համար, պարոն Հակոբյան, երբ որ դուք ասացիք, որ կարգավորումը պետք է լինի բոլոր խաղացողների համաձայնությամբ եւ պատկերացումների համընկումով։ Հիմա եթե մենք իշխանության կողմից ունենք միակողմանի ագրեսիվ քարոզչություն անընդհատ դեպի իրենց ընդդիմախոսներ, ոչ միայն ընդդիմության այս հատվածին, ցանկացած ընդդիմախոս, կլինի համալսարանում դասախոս, կլինի փողոցում մի պապիկ, թե ով ցանկացած ընդդիմախոս թիրախավորվում է իշխանության ռեսուրսներով սպասարկվող բոլոր հնարավոր ձևերով։ Եվ սա խնդիր է։ Եվ հիմա նաև հանրային հեռուստաընկերությանը կուզենամ անդրադառնալ, որովհետև այնուամենայնիվ ես համարում եմ, որ հանրային հեռուստաընկերությանը երբ որ տրվեց լիազորություն, որ գովազդային դաշտում իրենք կարողանան ունենալ այն հավասար մրցակցային հարաբերությունները, ինչ որ մյուս հեռուստաընկերությունները, այստեղ մյուս հեռուստաընկերությունների համար ակնհայտորեն ստեղծվեցին անհավասար պայմաններ, որովհետև հանրային հեռուստաընկերությունը իր սփռումով ավելի լայն է եւ հանրային հեռուստաընկերությունը ունենալով նաեւ հսկայական բյուջե պետությունից, տարբեր դրամաշնորհներ, ընդ որում տարբեր երկրներից, ինչ գումար գալիս է, անմիջապես ուղղորդվում է հանրային հեռուստաընկերություն եւ այդ պայմաններում իրենք օրինակ մրցակցում են այդքան ասացիք օրինակ Երկիր մեդիայի հետ, որը գրեթե փակվել է, կարելի է ասել, որովհետեւ խայտարակ հիշում եք ինչ պատմությունների միջով անցանք, դրա մասին չեմ ուզում նորից այստեղ հիշեցնել։
Եվ ուզում եմ նաև հենց նույն հանրային հեռուստաընկերության կողմից եւ այդ աշխատակազմի կողմից գործարկված նաև այն կայքի մասին խոսել լրատվական, որը որ 24 ժամյա ռեժիմով այլի շարունակում է նույն նարատիվների տարածումը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորները, գործիչները բոլորը այնտեղ ունեն տեղ, բոլորին լուսաբանվում են, բոլորի խոսքը ուղիղ ներկայացվում է, բայց ես օրինակ ինձ չեմ համարում ամենապասիվ քաղաքական գործիչներից կամ падգամավորներից մեկը, ես ինձ չեմ գտնում երբեք եւ նաև իմ շատ գործընկերների հանրային հեռուստաընկերության հարթակներում, որովհետեւ ակնհայտորեն իրականացվում է խտրական վերաբերմունք, ընդ որում պետական բյուջեի միջոցներով գործող հանրային հեռուստաընկերության մասին է խոսքը։ Եվ կուզեմ, որ դուք որ քաղաքական զսպվածության, չեզոքության եւ սահմանադրական նաև պարտավորություն ունեք բազմակարծության ու բազմազանության ապահովման համար, նաև սրա վրա ուշադրություն դարձնեք, որովհետեւ այլ բան է խոսելը, բայց գործիքակազմի կիրառում եւ պրակտիկ դաշտում մենք տեսնում ենք ուրիշ իրավիճակ։ Եվ նաև կուզենամ անդրադառնալ ձեր այն նախագծին, որ ասացիք, որ որոշակի կայքեր կան, որոնք որ դուք արդեն ցուցակագրել եք եւ պատրաստվում եք վերահսկել։ Հրաշալի նախաձեռնություն, բայց ինչ գործիքակազմով, ինչ սկզբունքներով պիտի վերահսկվեն։ Եվ ամենակարևորը ինչպես եք բացահայտելու այն 21-րդ դարի այն ամենամեծ արհավիրքը համարվող համացանցային այդ թաքնված լրատվական գործակալությունների կամ լրատվական գործիչներին, ովքեր որ չեն երևում, այսինքն դուք վերահսկելու եք միայն այն լրատվամիջոցներին, ում ճանաչում եք, ում գիտեք, ում իդենտիֆիկացնելու եք, բայց այն լրատվամիջոցները, ովքեր որ իրականացնում են ակնհայտորեն ուղղորդված քարոզչություն, չասեմ միայն քաղաքական, նաև այլ անընդունելի դրսևորումներով, իրենց չեք գտնելու հայոյանքներին, չեք կարողանալու արձագանքել, չեք կարողանալու կանխել, այսինքն ստացվում է, որ վերահսկողության դաշտ են մտնելու միայն այն լրատվամիջոցները, որոնք այս պահին այս կամ այն կերպ կարգավորվում են զանգվածային լրատվության միջոցների մասին օրենքով։ Այսինքն տնայնագործական կայքերը դուրս են լինելու ձեր վերահսկողությունից։ Իսկ այդպիսի սունկ կայքերի մասին դուք ձեր խոսքում արդեն ասեցիք։ Եվ նաև կուզենամ այդ քննարկումների մասով ասել, որ ներառականությունը շատ կարևոր է, որովհետև մենք ցավոք սրտի այստեղ շատ ենք անդրադարձել այն թեմային, որ հատկապես լրատվամիջոցների խոսքի ազատության վերաբերվող բոլոր օրինագծերը բերվում են հիմնական դերակատարների հետ չքննարկված, մամուլի ներկայացուցիչների հետ նախապես չմշակված, տարբեր սենյակներում դրանք ծնվում են ու գալիս են միանգամից ազգային ժողով ընդունվում են, հետո դառնում են արդեն քննադատության առարկա, դառնում են տարբեր զեկույցներում քննարկման ու դարձյալ քննադատության եւ անընդունելի սանդղակներում հայտնվելու առարկա եւ սրա մասին է, որ ես այս պահից ուզում եմ ահազանգել կամ բարձրաձայնել, որ ցանկացած քննարկում, որը պիտի վերաբերվի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, խոսքի ազատության կրողներին, պիտի քննարկվի իրենց հետ, իրենց ներկայացուցիչների հետ եւ այն դերակատարների հետ, ովքեր որ ամենօրյա ռեժիմով իրացնում են խոսքի ազատությունը, որովհետեւ խոսքի ազատությունը առաջին հերթին պատասխանատվություն է եւ այդ պատասխանատվության գիտակցումը շատ կարեւոր է ցանկացած մեկի կողմից եւ եթե իրեն հարգող որևէ մեկը խոսում է խոսքի ազատությունից, բնականաբար առաջին հերթին նկատի ունի այն պատասխանատվությունը։ Այս դրա համար է, որ անհրաժեշտ է պատասխանատուների հետ քննարկել այդ բոլոր հնարավոր կարգավորումները, որպեսզի իսկապես բոլոր խաղացողների կողմից ընդունվելի նախագծերի մենք կարողանանք հանգել եւ այդ բոլոր նախագծերը ունենան իսկապես արդյունք, թե չէ էլի ստացվելու է, որ այստեղից Նիկոլ Փաշինյանը ասելու է այն ինչ որ ասելու է, էլի լուսաբանվելու են միայն դրանք եւ հանրային հեռուստաընկերությունը էլի վարելու է միակողմանի քաղաքականություն։ Շնորհակալություն։